Ողջույն սիրելիներս, սկսում ենք նոր վլոգ եւ այն սկսում ենք 2026 թվականում։ Բոլորիդ ինչը արդիվ շնորհավորում եմ, ցանկանում եմ ամենալավ բաները, ինչ նպատակներ ունեք սիրելիներս, թող իրականություն դառնան, ով հիվանդ է, թող առողջանա, ով ունի կորուստ, թող մխիթարվի, ով ինչ որ մեկին փնտրում է, կորցրել է, թող անպայման գտնի, ովքեր ամուսնացած չեն, անպայման ամուսնանան, գտնեն իրենց կյանքի կեսին, իրենց երջանկությունը, ովքեր գտել են, ամուսնացած են, Աստված թող լիքը բալիկներ պարգևի, ով ինչ նպատակ, ցանկություն, երազանք ունի, թող այս տարում բոլորը իրականություն դառնան ու ամենակարևորը թող լինի խաղաղ տարի, պատերազմ չլինի, կորուստներ չունենանք, թող լինի միայն առաջ խաղացման ու չգիտեմ, երազանքների իրականացման տարի։ Ինչպես տեսակ վլոգի սկզբնական կադրերում ընտանիքով այդպես փոքրիկ սեղան էինք գցել ու հյուրասենյակում ընտանյոք հանդերձ հաճելի մթնոլորտում դիմավորում էինք մեր ամանորը, սկզբում հայկական նոր տարին, հայկական ժամանակով, հետո ռուսական, այնուհետև զանգեր, այսպես շնորհավորանքներ ու լիքը հաճելի էմոցիաներ, ամսի 1-ին 2-ին տանն ենք եղել, ոչ միտեղ չեն գնացել ու այսօր արդեն ամսի 3-ն է, Վահանի հետ գնում ենք քաղաք քրոջս հյուր, մորաքույրս է եկել, Լիլիք մորաքույրս, գնանք սկզբում նվերներ գնենք միասին սիրելիներս ու այնտեղից գնալու ենք հյուր, Լիլիք մորաքրոջս վերցնելու ենք ու մեր հետ բերենք մեր տուն, այնպես որ ցանկանում եմ ձեզ բարի դիտում։ Կոֆեապարատ են դրել, որտ էտաժ։ Ինչ բեր է? Կոֆեապարատ է դրած, մեզ չկար առաջ։ Գնա, կամաց, ես կամաց եմ գալիս։ Այլադակ, մամաշ սիրած խանոտ։ Արի սենց գնանք, վաղուշ մեզ սենց գնանք։ Այն էլ դոնապարը Հավա։ 16,000 Կեսնա մեր տոնածառի։ Քել էսկոն վա։ Ինչ եղավ։ Սրանից է պատվիրել, այս պահին հլը չի հասել, շատ լավն է, առանձին ես եղևնիները, առանձին սրանք, որ իրար հետ տնեմ։ Են կոմերը հետաքրքիր բաներ կավա, են կոմերը, կնաց պտտվեցիր եկար, մի րոպես տե ոնց որ հետաքրքիր բաներ եմ տենում, հացամաններ, Էդի մեզ համար ես ոնց հասկացավա, միսի ջարդելուց երկու կես եղավ։ Հա, կա, լինի նաև սիրնի դասկա ասիս։ Չէ, դրա վրա սիրնի դասկա անենք։ Ավելի մեզ նեց վեկալում, վա։ Մեծ ես կիսոնավ շարով մակրոզ ունես թաստերի իրես ուռելը
Վարիեթա։ Դրա վրա ասենք սիրնի դասկաբան տենց բաներ էլի վան։ Միս կդրելու ասեմ։ Համիս կտրել է կալ հաստը։ Հրոյս վերցնում հաստը։ Ինչ ենք վերցել, կեր վերցան շուտից։ Այս կոմա շուշեկնար, այդ կոմա Ամուրի բան նայ եմ։ քիչ կաստը։ Мобильном приложении. Оформите интернет-заказ прямо сейчас и получите все необходимые товары в удобное для вас время. С приложением «Порядок» покупки стали еще проще. Քանի հատ է 3 հատ, նա է կալ։ Մեր խաղալիքներից է էսը։ Կնոները վրճացին, նվերները ակնում ենք։ Շքան ուժարցն ադալիս։ Իվարկյան չի կտրվում, է։ Մասը բահամ։ Ջրեր կընդունեք։ Որպես։ Սրան այնեն։ Ոչ մի բան պետք չի մոտ։ Սենց հարավա։ Ուրա ասը բաղթում։ Բան մի քիչ ես կոմ։ Բանգեցի ասում եմ բանա։ Միջելով կարծում։ Մոքրից վերցրել ենք այս պերչատկան, տնային տակ դամաշնիկները, քիշների կոմպլեկտ, քրոջսել երեխեքին այս բառնիները, 4 հատ, այս բաժակները ու այս կոմպլեկտը արախի իր բաժակներով, այս էլ նվերները։ Հենց հասար պլի խանուրի խաշվերուկ իշնում ես։ Հələ այս հավի դոշի սարկացալակ։ Դու ես սարքել։ Չենկերուս սարկեց։ Ես պարապի սարկել։ Հա, դու ես բերում։ Հա, համնա մոչ։ Համովա չէ։ Ավելի բաներ։ Ավտոմոնցը լավտեղ եմ պայցին, սպայցից դիդեմ։ Հա, դու Կամ վնյե սարնասկիները ստանում։ Հələ բարձր։ Բացի, էտի բարձանում։ Լակոսներն էր վերոր։ Բարձանում, հələ բարձացու ես։ Հնայ։ Okay. Լավն է։ Որտե ես տնեմ։ Մատ մոխրաման բեր նոր մտածի որտե ես տնեմ։ Կարող ես դինամիկը տեղափոխենք ընդե վա։ Դամիկից դոր չտես։ Չէ, Լիլիա, չէ, մի րոպե, այն կողքը դից։ Լիջան at մոխրաման բեր թե չսա դիվանի վրա եմ կտստում։ բաներնի։ Аз ես բանա։ Դիտեմ ես ինչով։ Նո, գնացի։ Բան կարելի։ Այն մարտադիս շո։ Դա չի կարելի։ Պոտ կտրես մոտ։ Ապրի, սադիշ ջանարի։ Իրդ գալսամ։ Հա, շատ, молодец. Спасибо, բացել տենց բաներ չանես։ Նա քեզ ասեմ։ Սրա բաները։ Չեպը։ Հա։ Սա ցեպը որոշել էի առու գնաց տեղ չկար ասի ոչի չաջորդ անգամ որ բանդլի բայց սիրունով էր շատ Հա։ շատ սիրունով էր հա Հա։ Էս էլ դու կոչես որովհետև սա իրա բան Հա, ոչնոցա։ հա չէ սրա բանը սրա ցեպը Հա։ կան հատել էր այդ կնկան ասել եմ անպայման որ գասի Յունատոնական նոր տակո բանա, բաց Հա։ զով շորի հետագներ։ հա կուզես սիպտակալի կուզես կանանչլի Հա։ ես ինչ գիտեմ տարբեր բաների էլի ես ինչ գիտեմ Վզովսի բանը Հա։ Իսրա վզնոցը խոսքը ատվել որ բերետ կենիկը
Ese կասինկայա։ Դու դες կոչես։ Voilà, այն կապչոն կմազմա։ Ես կզեմ չէ։ Ուզես Մորը։ կգցես, չես ուզես։ Կտաս։ Հա, ես կգցեմ, եսի քիրա կասինկայա։ Հա։ Այն պալտոյի հետ Վահան։ Շիֆոնի կասինկայա։ Պալտոյի հետ կլի չէ, Վահան ձեր առած նվեր։ Հա, հա, իրագույնա։ Համարժա։ Այ, Քաշտի վիալ էս էլ դակում։ Սիրելիներ, ողջույն։ Մեր մոտ արդեն հաջորդ օրն է, ինչպես տեսակ վլոգի ընթացքում 3 ամսի 3-ին գնացել ենք հյուր, մորաքրոջս աղջկան, մորաքույրս էլ եկել էր հյուր իր աղջկան Մոսկվայից, մինչև ամսի 12-ը այստեղ է, քանի որ ինքը այնտեղ աշխատում է ու արձակուրդ է, ինչպես եւ բոլորը։ Մենք էլ գնացինք, շնորհավորեցինք իրենց նոր տարին ու մորաքրոջս բերեցինք մեր տուն հյուր։ Այսօր արդեն հաջորդ օրն է, հունվարի 4-ն է, առավոտյան արթնացել ենք, մեր սուրճը խմել, կեսօրին էլ համեղ խորոված ենք պատրաստել, վայելել ու որոշեցինք միանալ ձեզ, որպեսզի միասին արդեն շնորհավորենք նաև ձեր նոր տարին, քանի որ բոլորդ մեծամասամբ, բոլորը չէ, մեծամասամբ այն մարդիկ, ովքեր վերջերս են միացել մեր փոքրիկ ընտանիքին, երևի չգիտեն, բայց ովքեր որ մի քանի տարի է հետևում են մեր ալիքին, արդեն գիտեն, ճանաչում են իմ մորաքրոջս, որովհետև ամռանը, երբ որ գալիս էին այստեղ հանգստանալու, հյուր էր գալիս մորաքույրս ինձ, այդպես միասին ասում, խոսում, զրուցում ենք, այդ վլոգները, այդ տեսանյութերը բոլորը շատ-շատ սիրում ենք, ու քանի որ մորաքույրս մի քանի օրով եկել է, այդ առիթը չկարողացա բաց թողնել, ու որոշեցի ձեզ համար փոքրիկ նվեր պատրաստել, մորաքրոջս հետ մի փոքր զրուցել, ու երևի այդքանով էլ կավարտենք մեր նոր տարվա փոքրիկ վլոգը։ Սիրելի հայրեր, հայ ժողովուրդ, ամբողջ աշխարհի հայություն, շնորհավորում եմ Սուրբ Ծնունդ եւ Նոր տարին, թող բոլորին խաղաղություն բերի մեր այս նոր տարին, առողջություն եմ ցանկանում բոլորիդ, հաջողություն, երկար տարիների ուրախ կյանք, միշտ շփտացեք, որտեղ լինեք հայ լինեք, աշխարհում ամենագեղեցիկը ձեզ եմ ցանկանում, ամենաբարին բոլորիդ եմ ցանկանում, միավորվեք ամբողջ աշխարհի հայեր, մենք ուժեղ ենք, մենք գեղեցիկ ենք, մենք ամենակարողն ենք, մենք պետք է երբեք չընկճվենք, մենք պետք է պաշտպանենք մեր հողը, մեր հայրենիքը, մեր ամեն ինչը, մեր հայությունը, որովհետև մենք արժանի ենք։ Ուզում եմ ասել, որ ես շատ ցավում եմ մեր անցկացած օրերի համար, որ մեր տղաները հիմա չկան։ Նրանց մենք գնահատում ենք, սիրում ենք, բայց ափսոս, որ իրենք մեզ հետ չեն։ Նրանք պայքարեցին մեր հայրենիքը պաշտպանելու համար։ Թող Աստված լուսավորի նրանց հոգին եւ խաղաղություն տա մեր աշխարհին եւ առողջություն տա մեր ամբողջ հայությանը։ Առողջ եղեք, հպարտ եղեք, ճիշտ ընտրություն կատարեցեք հայությունը պահպանելու համար։ Թող այլևս գալիք տարում մեր հայ ժողովուրդը այլևս կորուստներ չունենան, թող լինի հաջողությունների, մեծ ձեռքբերումների տարի։ Թող Աստված միշտ լավ ցանկանանք, որ լավ բարի լինի մեզ համար, բոլորիս համար։ Իրար օգնենք, սիրենք, հարգենք, բարի եղեք մեկը մեկի նկատմամբ, թշնամություն պետք չի։ Սիրեցեք մեկը մեկու, որպեսզի կարողանանք պահել մեր երկիրը, մեր աշխարհը, մեր հայ անունը, որտեղ էլ լինեն, մենք լավ հայեր ենք տվել, հերոսներ ենք տվել, գիտնականներ ենք տվել, մենք ամեն ինչ կարող ենք։ Ես ուզում եմ, որ մեր հայությունը աճի, բարգավաճի, պահպանվի, դարերից եկած սովորություններ պահպանենք։ Խելացի ազգ ենք մեր այդ ամեն ինչը։ Խելացի ազգ ենք։ Ծառայի ճիշտ մեր երկրի համար։ Հա, պետք է բոլոր լավ գիտնականներին հավաքենք մեր երկիրը, լավ զենք ստեղծենք, ամեն ինչ ստեղծենք, որպեսզի կարողանանք մենք ուժեղ լինենք, որ մենք թշնամուց կարենանք պաշտպանվենք։ Մեր ուժը մեր մեջ է, մեր բռունցքի մեջ է, ոչ մեկը պետք ուրիշի վրա հույս դնել չի կարելի, ամեն մարդ պետք է հույսը դնի իր վրա,
Ոնց որ տունը չէ, ամեն Այո։ մարդ ինքն է իր տունը պահում։ Ամեն մարդ- Հարևանի մարդը չի պահում, էլի։ Նույն Ամեն մարդ, եթե ընտանիքը կայուն է լինում, ամեն ընտանիք կայուն լինի, պետությունը կայուն կլինի։ Պետք է մեկս մյուսից հարգենք, սիրենք, մեկս մեկուց պետք է գնահատենք։ Եթե մենք մեզ չգնահատենք, ոչ մի ազգ մեզ չի գնահատի։ Մենք պետք է մեզ սիրենք, որպեսզի կարողանան ուրիշներն են մեզ սիրեն ու գնահատեն։ Ժողովուրդ ջան, մենք մենակ մի անուն ենք թողնում։ 2 մետր տախտակ ենք տանում։ Ուզմա միլիոններ ունենաս, ուզմա ակար լինես, ինչ ուզմա լինես, միայն մի անուն ես թողում։ Աշխատեք, մի անգամ եք ծնում, լավ ապրեք, բարի ապրեք, ուրախ ապրեք, երջանիկ լինեք, ամբողջ հայության հետ միասին։ Ցանկանում եմ բոլորիդ նորից առողջություն, հաջողություն, երկար տարիների ուրախ կյանք։ Վերջին վլոգը բաններ չէ, որ Հայաստան էինք, իրար հետ գալիս էին Երևանից մինչև այրում։ Հա։ Վերջին անգամ այդտեղ էս պատահական այնտեղ Հայաստան եկար, Հա, Հայաստան։ այդ Անտեղ նկարահանվեց, ընտեղ մի հատ տղա կար նորից նկարահանվեց, ինչ որ բեսա չգիտեմ, էլի, տենց խոսում էին բան։ Անկայլում։ Լավ։ Այդպիսի բաներ ժողովուրդ Ջան, հա, լավ կացեք, ինչ ասեմ, ուրախ եղեք։ Շատ բան կա ասելու, բայց ամեն ինչ չես կարա ասես, ամեն բան չի ասվում։ Պետք է շատ բանել մտքի մեջ պահել ու ի կատարածել։ Առիթից օգտվելով ես կուզենայի ասել, որ այս տարի 1926 թվականի ամռանը լրանում է մեր այրում Ավան քաղաքի 90-ամյակը։ Մեր այրումցիներին էլ Մեր այրումցիներն շատերը չգիտեն։ բոլորը ուզում եմ ասել, որ բոլորը պետք է մասնակցեք։ Մենք նախորդ օրը կնշենք, որովհետև ընտրություններ լինելու, ընտրությունները կավարտվեն, հետո նոր մենք կորոշենք օրը, կհայտարարենք, կասենք, որ մասնակցենք եւ մեծ տոնախություն կատարենք մեր այրումի 90-ամյակի կապակցությամբ։ Նոր սերունդը չգիտի երևի, ովքեր որ քիչ մարդ երևի գիտի, օրինակ չգիտեի։ Որ 90-ամյակն է Չէ, 90-ամյակը պետք է անպայման նշենք ամռանը, որովհետև հարցեր կա, պետք է ընտրությունները վերջացնեն, որպեսզի ավելի հետաքրքիր անցնեն, որը գնում ընտրությունների ժամանակ դա արդեն խառնում է իրար, իսկ որ ընտրությունները վերջացած լինում, ոչ մի տարբերություն չկա, մի ամիս առաջ, մի ամիս հետո կարևորն է, որ արդեն մենք տեղը ընտրել ենք, տեղը ընտրել են, ամեն ինչ որոշված է, այրումի Ավանային սովետի հետ խորհրդակցել ենք, պայմանավորվել ենք, ամեն ինչ լավ կլի։ Ով կցանկանա, նախորդ կասենք, բոլորների հարազատներ ունեն այրումում, կգան, կմասնակցեն։ Մանավանդ ամռանը մեծ մասը հետ են գնում։ Դե ամռանն այդ բանն ունում, դա իսկ ընտրությունները, որ առաջ է գալի, պետք է ընտրությունները վերջացնեն, նոր խեղճներ սանգիստ այդ միջոցառումները կազմակերպել։ Մի խոսքով օգոստոսին Հայաստան ես գնում։ Մի խոսքով թող Աստված հաջողություն տա, բոլորիս էլ առողջություն տա, ընտրությունները խելացիորեն կազմակերպեն, խելացիորեն ընտրություններ կատարեն, արժանի մարդ ընտրեն, որ կարողանա որպեսզի կարողանա մեր հայ ազգությունը չնեղվի։ Ավելի ապահով զգա, ավելի լավ զգա։ Ավելի լավ զգա, ավելի ուժեղ լինի, ավելի սիրելի լինի, ամբողջ աշխարհով մեկ փրված հայություն ենք, ամբողջ աշխարհով մեկ։ Պետք է մեկս մեկից հարգենք, սիրենք։ Ես այնքան եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ Facebook-ում բարի անսամբլը գնում, Ամերիկայա, Իտալիա, ամեն տեղ մասնակցում է։ Հա, երկը, պարը, մեր հայությունը, դրի ամբողջ աշխարհով մեկ ցրվում է եւ իր հայությունը տարածում է։ Դա շատ լավ բան է եւ շատ ուրախանում մեր մշակույթը, դա շատ լավ է։ Անընդհատ արեք այդ, անընդհատ կազմակերպեք արտասահման, ստեղ, տարբեր տեղեր, թող ամբողջ աշխարհը տենա, որ մենք ուրախ ենք, հայ ենք, լավ մշակույթ ունենք, լավ երգիչներ ունենք, սա հայերը դերասաններ ու երգիչ պարողներ են։ Այդ դրանով պետք է մենք հաղթահարենք թշնամուն։
Մենք հաղթահարելու ենք եւ կհաղթահարենք։ Երկու պարով, այո, երկու պարով պետք է մենք հաղթահարենք թշնամուն։ Մենք ոչ մեկին չենք ուզում որ մեզ թշնամի լինի, բայց իրանք ուզում են։ Մենք բարի մարդիկ ենք, հայերը բարի մարդ են։ Ամբողջ աշխարհում մեկը մեկին օգնում են, բայց աշխատեցեք Հայաստանում նորից իրար նկատմամբ բարի լինենք, իրար օգնենք, առաջ գնանք, որպեսզի մեր սերունդները մեզ լավ հիշեն։ Այն որ ասում է լյուբի բլիժնիվը своего, չէ՞։ Դա։ Այն մեկը մեկին է սիրում, մեկը մեկին այդպես իրար սիրում են ու համախմբվում են, չէ՞։ Բարի Մեկը մյուսի հանդեպ այո, եթե մարդ բարի է, տեսնում հարևանը ունի, բարեկամը ունի, բարի միավորում։ ինքը այո, ինքը ավելի պետք է ուրախ լինի, որ ինքն էլ ունենա, ուրախանա, ոչ թե ասե խինա ունի, չէ։ Ավելի լավ ունենա, ես էլ գնամ մասնակցեմ, հա, իրար նկատմամբ բարի լինեն, բարի հայացքներ ունենան, նախանձ չլինեն։ Չարը վերանա։ Չարը վերանա, մեր մոտ այս տարի սատանայի պետքա վերանա, 26 թիվը պետք է սատանան վերանա, եւ ամեն ինչ իր տեղն ունի։ Ձիու տարիա, թող ձին կատարի, հա, ձին հաջողության, երազանքների, նպատակների իրականացման մուրազի տարիա, ամեն մարդ թող իրա մուրազը կատարածի։ Ով ինձ ցանկություն նպատակ ամուսնանա, ով երեխա չունի թող ունենա, ով հիվանդանոցում է թող դուրս գա, ով բերդում է թող դուրս գա, բոլորին ով հարուստ չի հարստանա, ով հարուստա ավելի հարստանա, աղքատներին օգնի, պետությանը օգնի, բոլորին հաջողություն, բոլորին հաջողություն ու առողջություն, սեր, հարգանք եւ ամեն ինչ։ Շնորհակալ ենք։ Այսքանը ժողովուրդ ճամուկոր զանգում է։ Այսօր ինչպես ասեցի սիրելիներս հունվարի 4-ն է, չգիտեմ այս վլոգը երբ կտեղադրեմ, համենայն դեպս նկարում եմ այսպես աստիճանաբար ու իրար հետևից կտեղադրեմ մեր ալիքում։ Վաղ առավոտյան Վահան ու Լիլիան քաղաք են գնալու, գործեր ունի Վահանը, այնտեղից էլ պետքա գնան գրատ Լիլիայի համար գլխարկ գնեն, շապկա ու շանկա։ Իմ համար էլ նոր տարվա առիթով վերարկու են գնել գլխարկի հետ միասին, հիմա կբերեմ ձեզ ցույց կտամ, քանի վլոգը չեմ ավարտել։ Սա գլխարկն է սիրելիներս, որ այս վերարկուի հետ այսպես հարմարացրել եմ ու պատվիրել։ Իհարկե Ազոնից, դե ես գլխարկ չունեի, ինձ գլխարկ էր պետք, ուզում էի սևը գնել, որովհետև ունեմ սև կուրտկա, բայց քանի որ այս վերարկուն իմ համար շատ անսպասելի գնեցին եւ բերեցին, ինձ նվիրեցին, սրա հետ պետք է հարմար գլխարկ գնեի ու Ազոնում այդպես հենց գրեցի, միանգամից բերեց այս գլխարկը նույն համարյա այս նույն վերարկույով, այդպես էր, նկարում տեսա ու միանգամից հավանեցի, պատվիրեցի ու հաջորդ օրը եկավ հասավ ինձ աղջիկներս, շատ սիրուն, որակով, տաքուկ գլխարկ է, դե մորաքրոջս նվիրած շարֆի հետ, այսպես միասին ամբողջը իրար լրացնում են, իսկ կոշիկները, սապոգները ունեմ անցած տարին գնել, կարիճնիվի, շագանակագույն, գեղեցիկ, եթե նայել եք անցած տարվա վլոգները, նոր տարվա, այնտեղ տեսած կլինեք, մի խոսքով բոլորը իրար հետ այսպես ասած բռնում են ու իրար լրացնում, իրար հետ կհակնեմ ու ինձ թվում է վլոգների ընթացքում էլ կտեսնեք իհարկե, եթե ես դրսում վլոգ նկարեմ։ Իհարկե գլխարկը եւս Վահանի նվերն է, ինձ ասեց ընտրի, ես գումարը կուղարկեմ ու կպատվիրես։ Այդպես էլ արեցինք։ Դա էլ իմ նվերներն էին երեխեք ջան, Լիլիայի համար էլ ասեցի, չասեցի, այդպես շապկա ու շանկա է ուզում,
Վաղը, երբ որ Վահանը առավոտյան ամսի 5-ին առավոտյան գնալու է քաղաք, գործերով մորաքրոջս կտանի, կվերադառնա, այնուհետև եթե ժամանակ լինի, եթե շուտ վերադառնալու է տուն ու միասին երեքով գնալու են քաղաք, հայկական եկեղեցի, ամսի 5-ին, այնտեղ երեկոյան ժամը 5-ին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ տոնակատարություն է, կմասնակցենք ու այնտեղից արդեն գնանք առևտրի կենտրոն, մի քիչ կշրջենք, Լիլայի հետ գլխարկը կընտրենք ու կվերադառնանք տուն։ Իհարկե, եթե ժամանակ լինի, պետք է որ լինի, որովհետև Վահանը ամսի 6-ից արդեն աշխատանքի է ու ինձ թվում է այդպիսի հարմար ժամանակ չի լինելու։ Իսկ Ազոնում նայեցինք, Լիլիան ոչ մեկը չհավանեց։ Տեսնենք ինչպես կլինի, երեխեք ջան։ Վաղվա օրը ցույց կտա, եթե կգնանք անպայման ձեր համար կնկարեմ ու կներկայացնեմ ձեզ առանձին վլոգի տեսքով։ Նոր տարին այս տարի մեր մոտ այսպես անցավ, շատ հանգիստ, այս վերջին տարիները, որ ես վլոգներ եմ նկարում, տեսակ, նախ անցած տարի Սոչիում էինք, անցած տարի Մոսկվա, այս տարի էլ դեռ որ Վահանը Բարնաուլում էր, ընկերը կնոջս Դուբայում էր, ու Վահանին ասեց տոմսեր գնեմ, իմ կողմից նվեր, նոր տարվա առթիվ ընտանիքով, եկեք Դուբայ, բայց քանի որ Վահանը լավ գիտի, որ ես այդ ոնց են ասում, պերիլյոտը, հա, այդ ինքնաթիռին շատ վատ եմ զգում, հենց սկզբից, մինչև որ օդ է բարձրանում, այդ ամբողջ ընթացքը ու իջներից այդ օդի տատանումները, ճնշումները ահա որ վիճակների մեջ եմ մնում, դրա համար մերժեց ընկերոջը ու զանգեց ինձ, որոշեցինք, որ այնպիսի տեղ գնանք, որ ինքնաթիռով գնալու չլինի, էլի, մեքենայով լինի, Վահանը առաջարկեց Սոչի, իսկապես այնտեղ բնակարան վարձակալեցինք մեկ շաբաթով, օրը 3 թե 4000 ռուբլի մի խոսքով սիրելիներս, որպեսզի գնանք, շատ գեղեցիկ եւ հարմարավետ էր Ավիտոյով, բայց հետո ընկա մտքերիս հետևից եւ հասկացա, որ ոչ միտեղ չեմ ուզում գնամ նամանավանդ Սոչի, որովհետեւ արդեն եղել եմ ու Վահանի զանգեցի, ասացի, որ եղել ենք Սոչիում, ինչ իմաստ ունի երկրորդ անգամ գնաս նույն տեղը, ոնց որ նույն բանը երկրորդ անգամ կրկնես, այնուհետև մտածեցինք Դաղստանի ուղղությամբ, բայց ամենավերջում եկանք այն եզրակացության, որ ուզում ենք պասիվ հանգիստ, այդ վազքը, այդ ամեն ինչը հոգնեցնում է, այդ ճանապարհները, հազարավոր կիլոմետրերը, ուզում ենք մեր տանը հանգիստ, այսպես ինչպես եւ շատ շատերը զարդարենք մեր տոնածառը, մեր տունը ու հանգիստ մթնոլորտում դիմավորենք նոր տարին, նամանավանդ որ Վահան անընդհատ աշխատանքի է, տնից դուրս է, որ այս ընթացքը գոնե անցկացնի իր տան մեջ։ Ու այդպես էլ արեցինք սիրելիներս, ինչի համար որ շատ ուրախ ենք, տեսնենք միգուցե Աստված տա ստացվի մյուս նոր տարին դիմավորենք Հայաստանում, առաջ չընկնենք, առաջ Աստված տեսնենք, այդպիսի ցանկություն նպատակ կա, եթե Աստված ցանկանա, մենք անպայման կիրագործենք։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ նոր տարին եւ Սուրբ Ծնունդը, ցանկանում ամենայն բարիք, եղեք առողջ, երջանիկ, ձեր ընտանիքի եւ ձեր հարազատների հետ միասին, իսկ մենք կհանդիպենք շատ շուտով նոր եւ հետաքրքիր վլոգում, լավ եղեք։